Այս նյութով ինչ եմ ուզում ցույց տամ Ժողովուրդ ջան։ Ես իմ նյութերով միշտ ինչ եմ ուզում։ Նպատակս հիմնական որն է։ Առաջինը որ հասկանաք տեղեկացված լինեք մեր աշխատանքի ձևին, արդյունքներին, աշխատելավոճին, չգիտեմ ոնց անվանեմ, եւ երկրորդը իմ փորձով, իմ գործով, իմ արդյունքներով, իմ խորհուրդներով փորձեմ օգտակար լինեմ իմ ժողովրդին, իմ հայությանը, ազնիվ մարդկանց հատկապես։ Խեմ դա շեշտում, ինձ շատերը դիմում են, սիրով օգտակար եմ լինում, բայց չեմ հարգում խորամանկ, աֆերիստ, նման հոմանիշ բառերով մարդկանց, որոնք խորամանկ ձևով են ուզում քեզնից ինֆորմացիա կամ քո նյութերով կամ քո ինչ-որ բաներով այլ բան կառուցել։ Առաջինը խորհուրդ կտամ հալալ արդար ապրել, որպեսզի Աստված օրհնի։ Ինչը խաբեությամբ արվեց, ինչը հարամ ճանապարհով արվեց, միանշանակ ամենակարևորը, չգիտեմ ոնց հասկանամ, Աստծո օրհնությունն է մեր կյանքում։ Լավ, անցնեմ մասնագիտական։ Ուրեմն այս այգին որ եկանք, մենք այս այգին փետրվար ամսվան կարծեմ, բան ենք արել։ Այն այգիներից է, որոնք պիտի ոնց որ վերականգնենք, կարգավորենք, հին պտղատու ծառերով, թեկուզ փոքրիկ երիտասարդ ծառերով այգի էր, պիտի կանաչապատենք, նոր դեկորատիվ բույսեր եւ այլը եւ այլը։ Եվ որի մեջ կար ոնց որ նաեւ լինելու է պտղատու ծառեր, որոնք տեղափոխել ենք։ Գլխավոր հենց հարցս դա էր, որ տեղափոխված ծառը, որ փետրվարի վերջ մարտի սկիզբ ենք արել, տեսեք ինչ ձև է, ինչ արդյունք ենք ունեցել։ Հիմա էկրանը փոխեմ։ Նայեք, այս ծառը, թե այս ծիրանենին եւ թե ներկա այս նշենին։ Մի հատ մոտեցնեմ, տեսեք բողբոջների ձևը, մի րոպե սենց պահեմ ձեռքս որ տենակ։ Բողբոջը որ երևա, սա եւ սա տեղափոխված ծառեր է։ Ես իմ նյութերի մեջ կարա գտնեք, անգամ հողի նայելով կհասկանաք ինչի մեջ է տնկված։ Իսկ այս մյուսները տեղի ծառերն են, որ չեն տեղափոխվել։ Նորից իրանց ծաղիկների բողբոջն էլ նայեք, սրանն էլ նայեք, տեսեք չափերը, ինչ եմ ուզում դրանով ասել։ Ուրեմն տեղափոխվելա շատ գրագետ, այն բիսեդկայի այն կողմի տնկված ծառեր էր։ Մեծ կոնով քանդել ենք, շեշտում եմ իմ նյութերի մեջ, կարա գտնեք, կա այդ նյութերը։ Մեծ ակոսներ ենք փորել, շատ լավ մեծ ակոսներ ենք փորել, ծառերը իրանց արմատային համակարգը ամուր գրկած հողով տեղափոխել, հատուկ կարևոր հողի մեջ տնկել, այսինքն այս խառնուրդի մեջ տնկել, նայեք, որը ինչքան ջրես, շնչող հող է կոչվում, եւ սննդարար, եւ գնձիկային սև հողով, եւ կարմիր ավազով։ Եվ կարևորն էլ ինչ մյուս բանը, այսինքն արվել է գրագետ ամեն ինչ։ Հատուկ խթանիչ ենք տվել, հատուկ նյութեր ենք տվել եւ ապահովել ենք հողի պայմանները փոսի եւ ծառերին խթանիչով եւ այլով արել ենք։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, գրագետ արվել է, արդյունքը նույնիսկ ծառը նորից բողբոջի վրա պահեմ, նայեք Ժողովուրդ ջան, նայեք, տեղափոխած ծառը։ Սա տեղափոխածն է, դե նա ծիրանենի է, սրա վրա էլ բողբոջը պահեմ, տեսեք, ծաղկաբույլերը շուտ է բացում բողբոջները, դրա համար եմ տենց ասում, պահում հենց վրան։ Իսկ սա չտեղափոխած ծառն է։ Սովորաբար եթե ծառը տեղափոխում ես կամ դժվար է կպնում, եթե լավ չես տեղափոխում, կամ բնորոշ է իրան հետ ընկնելը։ Ինչ եմ ուզում ասեմ, անգամ հետ չի ընկի Ժողովուրդ ջան։ Այսինքն չի զգացել ծառը, նայեք, չի զգացել, հասկանում եք, ինքը չի զգացել։ Ինչ է արվել, գրագետ է արվել, ճշգրիտ է արվել։ Ինչպես բոլոր գործերը, այգի գործությունն էլ ունի ներքին կանոններ, ունի կարևոր կետեր, որոնք պիտի ճիշտ պահելով դու լավ արդյունք ունենաս։ Հիմա մենք այդ ամեն ինչ արել ենք, հիմա էլ եկանք ծառը էտեցինք, նայեք, ինչքան ավելորդ գետնին փռված ճյուղեր ուներ եւ այլը եւ այլը։ Հիմա սա էտելու փուլում է, դեռ չեմ ավարտել, լիքը իր վրա ունի մանավանդ նշենին, ահա որ շատ
մեջը հորաշիվեր է ունենում, ավելորդ ճյուղեր է ունենում։ Դրա հետ մեկտեղ մի բան ցույց տամ, տեսեք, որտեղը որ էտում ենք, նայեք, օրինակ այս ճյուղը հեռացվելու է, ինքը չունի էլ բան, ծաղկա բողբոջ։ Սրանք ծաղկա բողբոջներն են, բայց որ ուժեղ աճողը վրեն ունեցել է ծաղկա բողբոջ, մենք կարճ թողել ենք, որպեսի ազատ է այս տարածքն ինքը ծաղիկ տա։ Հիմա սա, նայ, այս մի ճյուղը էտած է արդեն։ Ոնց ասեմ, ասենք դե միշտ բացատրել եմ, սրանք դեռ էտած չի։ Հիմնական նպատակը սեն էր Ժորժ ջան, որ տեսեք ծառը որ տեղափոխվում է, ինչ է լինում, ոնց է, երբ որ գրագետ ես անում, ինչ լավ արդյունք ես ունենում։ Եվ երկրորդ նպատակն էլ, ստեղ մայթերը մենք այգու տիրոջը ձևերն ասեցինք, ինչ բարդության է մեզ հող պետք, մայթերը արդեն կառուցեցին, հատուկ օրգանական պարտանյութն ասա օրվա կողից բերել ենք տվել, սևահողն էլ կգա, կարմիր ավազն էլ կգա, այս դաշտերը, այս տարածքները, տեսեք թելերը փռած, կկանաչապատենք, գեղեցիկ պուրակ կսարքենք, առայժմ սա այս փուլում է։ Հիմնականում այսքանը Ժորժ ջան, լավ եղեք, առողջ եղեք, սիրեք բնությունը, սիրեք ձեր այգիները, գրագետ աշխատեք, գնահատեք ձեր այգին, ձեր բուսականությունը, որոնք էլ ձեզ ապահովելու են մաքուր, գեղեցիկ օդով, հարմար տեսարանով ու այգիները հիմնեք այնպես, որպեսի մեջի աշխատանքները ծավալուն ու բարդ չլինեն, պարզ, հասարակ, հարմարավետ, նպատակային, որ հաճույքով այդ աշխատանքներն անեք եւ արդյունքը վայելեք։ Ու միշտ հիշեք, բուսականության ամենակարևոր բանն է, որ ռոռոքումդ լինի ավտոմատ, ինչի համար եմ ասում, որպեսի բույսը միշտ ռեժիմով ջրվի, քիչ ջուր ծախսես, արդյունքդ գերազանց լինի։ Բույսի կարևոր բանը ջուրն է, հիշեք։ Ինչը թողեցիր մարդու հույսին, մի օր ցերեկով ես ջրելու, մի օր չես ջրելու, մի օր ու այսպես տարբեր պատճառներ անդադ խնդիրներ ես ունենալու այգու մեջ։ Այսքանը լավ եղեք, առողջ եղեք, Աստվածավախ ապրեք, բարի ապրեք, ազնիվ ապրեք, որ Աստված օրհնի ձեր ապագան, ձեր տունը, ձեր ընտանիքը։ Այսքանը։